Մայիսի 17-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Բելառուսի Հանրապետություն օծելու մայրաքաղաք Մինսկում կառուցված առաջին հայկական եկեղեցին։ Ամենայն հայոց կաթողիկոսին Մինսկի օդանավակայանում դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի կրոնի գծով և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակը, թեմական խորհրդի ատենապետ Արամայիս Քամալովը, թեմի եկեղեցականներ և համայնքի ներկայացուցիչներ։ Դիմավորման հանդիսավոր արարողության ընթացքում Նորին Սրբությանը ավանդական աղ ու հաց մատուցվեց։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հովվապետական այցի մասին տեղեկացնում էին քաղաքի կենտրոնական հատվածներում խոշոր վերտառությամբ երկլեզու վահանակները, որոնց վրա գրված էր «Բարի գալուստ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս»։ Նույն օրը ամենայն հայոց կաթողիկոսը պետական ու թեմական պաշտոնայության ուղեկցությամբ այցելեց Մինսկի հաղթանակի հրապարակ, որտեղ ծաղկեպսակ զետեղեց և աղոթք բարձրացրեց հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հոգիների հանգստության և խաղաղության համար։ Նորին Սրբության շքախմբի կազմում էին Մայրաթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, Մայրաթոռի միաբաններ։ Վեհափար հայրապետը պատասխանելով հայ և օտար մամուլի թղթակիցների հարցերին նշեց, որ հայրենական պատերազմում հայերը Բելառուս ժողովրդի հետ միասին անձնազոհաբար պայքարել են արժանապատիվ կյանքի, ֆաշիզմի տապալման համար։ Արժանի է այստեղ աղոթքով հիշատակել նաև, որ Բելառուսիո ռազմաճակատում մասնակցություն բերեցին մեր ազգի զավակներ, շուրջ 50,000 հայորդիներ, որոնցից 15,000 հայորդիներ ընկան փառքի մահով։ Սուրբ Խաչի երևման տոնի նախորդ օրը թեմակալ առաջնորդ Եզրաս Սրբազանը, Մայրաթոռից ժամանած սրբազան հայրերը օծեցին եկեղեցու հիմնասյուները, զանգերը։ Բազմաթիվ հավատացյալներ շունչները պահած հետևում էին, ինչպես է ամբարձիչը վերև բարձրացնում սրբազան հորն ու քահանային, օծելու համար եկեղեցու գմբեթին կանգնեցված խաչը։ Մայիսի 18-ին Սուրբ Խաչի երևման տոնին հրաշափառի երգեցողության ներքո Նորին Սրբությունը թափորով մուտք գործեց եկեղեցի, օրհնելով Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծման առիթով երկրի տարբեր համայնքներից Մինսկ ժամանած հայորդիներին։ Վերջապես մեր ուրախությունը դարձավ իրականություն։ Մենք Բելառուսում ունեցանք մեր հայկական եկեղեցին, մեր բոլոր համայնքների համար դա մեծ ուրախություն է եւ մեր հայ ժողովուրդը կարող է անել գալ ու մասնակցել մեր բոլոր եկեղեցական արարողներին, ուրախություններին, մկրտություններին։ Շատ հպարտության զգացողություն կա, որ մենք ունենք մեր փոքրիկ տունը, չգիտեմ, երեխաների, մեր համար դպրոցը, եկեղեցին, որ կարող են գալ, աղոթել, ինչու՞ չէ, հարսանիքներ, կնունքներ իրականացնել ու սա մեծ հպարտություն է մեր հայ ազգի համար ունենալ եկեղեցի, շատ սպասված էր։ Սրբազան արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողության ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև ամենայն հայոց կաթողիկոսը օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Սրբազան հայրերը օծեցին 4 ավետարանիչների անունով խորանի սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Открытие армянской церкви
Բելարուսի մայրաքաղաք Մինսկում հայկական եկեղեցու բացումը վկայություն է այն բարի հարաբերությունների, որոնց հիմքերը դրել են հայ եւ բելարուս ժողովուրդները։ Ավագ սերունդը հիշում է, թե ինչպես են մեծ հայրենականի տարիներին հայ եւ բելարուս ժողովուրդները միասին անցել այդ փորձության շրջանը։ Եվ այսօր Մինսկում հայկական եկեղեցու կառուցումը հնարավորություն է տալիս հայերին աղոթելու հարազատ լեզվով, պահպանել ազգային ավանդույթները, պահելով հոգևոր կապը հայրենիքի եւ ժողովրդի հետ։ Սա նույնպես նշանակալի իրադարձություն է, որը նպաստում է միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը։ Ես կարծում եմ, որ հայերը մեր հասարակության մեջ շատ պատվավոր տեղ են զբաղեցնում, քանի որ աշխատասեր մարդիկ են, մարդիկ, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ են զբաղվում, մարդիկ, որոնք ընդունելով բելարուսական ավանդույթները պահպանել են իրենց մշակույթը։ Վեհափար հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անունով։ Արարողության ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրական պատգամը հղեց Բելարուսի հայ համայնքին։ Իր խոսքում վեհափար հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ Բելարուսի Հանրապետության իշխանությունների բարեացական վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել եկեղեցու կառուցումը, որը նոր աշխուժություն կհաղորդի համայնքի ազգային եկեղեցական կյանքին։ Առանձնակի գոհունակություն է հայրապետիս համար արձանագրել, որ մեր ժողովուրդների հարաբերությունները խարսխված են քրիստոնեական ինքնության ընդհանուր արժեքների, բարեկամության, հայրենիքի ու ընտանիքի ավանդական ընկալումների, ինչպես եւ միասնական մաքարումների ու սխրանքների թանկ հիշատակների վրա։ Ասաց ամենայն հայոց կաթողիկոսը, հույս հայտնելով, որ Բելարուսում բնակվող հայրենիների բարի անունն ու վարկը եւ տարբեր ոլորտներում արգասավոր գործունեությունը պիտի առավել սերտացնեն երկու ժողովուրդների կապերը ու արդյունավորեն փոխշահավետ գործակցությունը։ Նորին սրբությունը նաև անդրադարձ կատարեց տոնի խորհրդին եւ տերունական խաչի նշանակությանը։ Խաչը քրիստոնյաներիս համար խորհրդանիշն է խաղաղության, նշանն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի։ Խաչը հոգևոր զենք է ընդդեմ չարի։ Խաչը հանձնարարություն է արիաբար գործելու հանուն ճշմարտության, ազատության ու արդարության։ Կենարար խաչը նաև սիրո նշանն է, որով մարդկանց շնորհվում է հարության երկնային պարգևը։ Կյանքի բոլոր հանգամանքներում խաչը Քրիստոսի հետ լինելու, նրան վկայելու եւ նրա պատվիրաններով ապրելու ճանապարհն է։ Մեր ժողովուրդը բազմիցս հալածվել է, ունեզրկվել, ցեղասպանվել, հայրենիքից բռնի տեղահանվել։ Սակայն խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս սրտարուչ աղոթքը շուրթերին, արտերը հավատով շնորհ է գտել վերապրելու եւ ամենուր բարեկամ ազգերի ու երկրների զորակցությամբ ոտքի կանգնելու եւ իր նոր կյանքը կերտելու։ Այսօր գործության մեջ են մեր հայրենիքն ու հայրենաբնակ ժողովուրդը, բռնազավթված եւ հայաթափված է Արցախը, անապահով են Հայաստանի սահմանները, Ադրբեջանում ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ եւ Արցախի պատանդարված ղեկավարությունը։ Յուրացման եւ ոչնչացման վտանգի առջեւ է Արցախի հոգեվոր մշակութային բազմադարյա ժառանգությունը։ Գիտենք, որ այս վշտակի իրողություններով խռովված են նաեւ ձեր հոգիները, սակայն հուսով ենք, որ արդարությունը մեր ժողովրդի նկատմամբ պիտի վերականգնվի եւ Քրիստոս հավատով կարող պիտի լինենք հաղթահարել ներկա բոլոր դժվարություններն ու դժվարությունները։ Для нас церковь это не просто. Գիտեք, մեզ համար եկեղեցին սոսկ գեղեցիկ կառույց չէ, այն մեր հավատի վերածննդի խորհուրդն ունի, որ մենք կարող ենք միավորվել, դառնալ ավելի հզոր, դաստիարակել մեր երեխաներին եւ փոխանցողը դառնալ այն մշակույթի, որի կրողն ենք մենք հայերս։ Եվ ահա այս եկեղեցով, որտեղ հոգեվորական կնշանակվի, կվերաիմաստավորվի մեր վերաբերմունքը մեր ինքնության հանդեպ։ Սա Բելարուսում ապրող հայերի համար նոր ազդակ է, դառնալ ավելի հզոր, ավելի միասնական։ Հիմա Մինսկում իմ հայրենիքի մի մասնիկն է, երբ կարոտեմ, կարող եմ գալ եւ հաղորդակից դառնալ հայրենիքիս պատմությանը։
Եկեղեցու օծման առիթով ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին Բելարուսում եկեղեցական համայնքի ձևավորման տարիների հետևողական աշխատանքի համար, ինչպես նաեւ նորանշանակ հոգեվոր հովիվ Սարգիս Քահանա Չոփուրյանին մաղթելով արդյունավետ ծառայություն Բելարուսի հայ համայնքում։ Նորին սրբությունը նաեւ հայրապետական իր սերն ու գնահատանքը հայտնեց եկեղեցու հիմնադիր բարերարներ Արթուր եւ Մարե գրած եղբայրներին, Հովատան եւ հայորդաց տան բարերար Վադիմ Ավանեսյանին եւ Աստվածահաճո գործին աջակցած բոլոր անձանց։ Արարողության ավարտին նորին սրբությունը նորաոց տաճարին խաչելության պատկերով սրբանկար ընծայեց, իսկ նորակառույց եկեղեցու բարերարներ գրած Մարենին եւ Վադիմ Ավանեսյանին պարգևատրեց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես շնորհալի պատվո բարձր շքանշաններով։ Իսկ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին պանակե ընծայեց։ Տիրոջ ողորմած կամքով մենք վկաները դարձանք այս օրհնյալ օրվա օրհնաբեր այցի հայոց հայրապետի, ով ընդառաջ խնդրանքին իր հոգևոր զավակների այցելեց Բելարուսիայի Հանրապետություն այս հյուրընկալ հողի վրա օծելու իր ձեռքով առաջին պատմության մեջ նորակառույց հայոց եկեղեցին անվանելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի մեր հավատահոր նվիրական անունով։ Եվ սա եզակի պատմական հիշարժան օր է եւ իրադարձություն ոչ միայն Բելարուսիայի Հանրապետությունում ապրող հայության համար, այլ համայն հայության կյանքում, որովհետեւ հայոց հայրապետի այցը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերահաստատելու 1700-ամյա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աստվածային առաքելությունը, որով հայոց հայրապետը որպես խորհրդանիշ Սուրբ Էջմիածնի հավաքական հոգևոր ուժի միավորում է, համախմբում է իր զավակներին առաքելության մեջ մեր աստվածահիմն Սուրբ եկեղեցու։ Այնուհետև նորաոց եկեղեցում ձեռամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդի մատուցվեց առաջին պատարագը։ Սուրբ պատարագի ավարտին կատարվեց մատաղի օրհնություն, օրը նշանավորվեց նաև ազգագրական խմբերի ելույթով։